Ըստ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի տվյալների, տարեստարի աճում են թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների եւ իրավախախտումների դեպքերի հայտնաբերման ցուցանիշները։ Բացահայտումների աճ արձանագրվել նաեւ քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցներին առնչվող հանցագործությունների մասով։ Քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից իրացման նպատակով ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու եւ պաշտոնյական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Սևան քրեակատարողական հիմնարկի սոցիալական հոգեբանական եւ իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ Արթուր Արաքելյանը համաձայնության է եկել դատապարտյալների հետ եւ պատրաստակամություն հայտնել իրացնելու նպատակով հիմնարկից դուրս ձեռք բերել թմրամիջոցներ։ Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Սևան քրեակատարողական հիմնարկի սոցիալական հոգեբանական եւ իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ Արթուր Արաքելյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները եւ դրանք շահադիտական շահագրգռվածությամբ ծառայության շահերին հակառակ օգտագործելով, վարձավճարի դիմաց Սևան քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ Հայկ Վարդանյանի եւ Աբրահամ Քեշիշօղլյանի հարազատներից թմրամիջոց ձեռք բերելու եւ քրեակատարողական հիմնարկում ամբաստանյալներին փոխանցելու շուրջ համաձայնության է եկել նրանց հետ, ապա փոխանցել իր բջջային հեռախոսահամարը, որպեսզի ամբաստանյալների հարազատները նախօրոք զանգահարեն իրեն եւ պայմանավորվեն հանդիպման համար։ 2009 թվականի դեկտեմբերն էր։ Թերևս ձմեռն այնքան խիստ ու դաժան չէր, որքան քրեակատարողական հիմնարկի աշխատակցի արարքը։ Կոչումով մայոր Արթուր Արաքելյանը մի քանի հազար դրամի դիմաց հայտնվել էր քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ամբաստանյալների թիրախում։ 2009 թվականի դեկտեմբերի 13-ի երեկոյան պայմանավորվածության համաձայն նրան է զանգահարել ամբաստանյալ Հայկ Վարդանյանի եղբայրը Արմեն Վարդանյանը։ Պայմանավորվել են հանդիպել Վարդանանց փողոցում, որտեղ էլ քրեակատարողական հիմնարկի աշխատակցին ամբաստանյալի եղբայրը հանձնել է առանձնապես խոշոր չափերով 0.56 գրամ ընդհանուր քաշով բուպրենորֆին, խոշոր չափերով 0.65 գրամ հաստատուն քաշով ափիոն տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև պրեկուրսոր հանդիսացող 0.6 միլիգրամ ծավալով քացախտթվի անհիդրիդ։ Այս ամենը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը իր աշխատավայրում պետք է հանձներ պատիժը կրող ամբաստանյալին։ Սա դեռ ամենը չէ։ Նույն օրը Արմեն Վարդանյանը դատապարտյալ եղբորը կրկին թմրամիջոցներ փոխանցելու նպատակի համար այս կեղտոտ գործին խառնել է նաև եղբոր անչափահաս որդուն։ Շենքերից մեկի բակում նրան է տվել խոշոր չափերով 0.04 գրամ ընդհանուր քաշով բուպրենորֆին տեսակի թմրամիջոց եւ հանձնարարել նույն վայրում հանձնել Արթուր Արաքելյանին։ Տղան էլ անշեղորեն կատարել է հոր եղբոր առաջադրանքը։ Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Սևան քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական եւ իրավական բաժնի առաջատար մասնագետ Արթուր Արաքելյանը հաճախակի նույն հիմնարկում ծառայություն իրականացնելու առումով առնչվել է դատապարտյալներ Հայկ Վարդանյանի եւ Աբրահամ Քեշիշօղլյանի հետ, ովքեր խնդրել են նրան 10,000 դրամ վարձավճարի դիմաց հիմնարկի տարածքից դուրս ձեռք բերել թմրամիջոցներ, փոխադրել քրեակատարողական հիմնարկ եւ իրացնել իրենց։ Աշոտ Նադոյան, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ։ Արթուր Արաքելյանը չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, դրամական վարձատրման շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, համաձայնության է եկել դատապարտյալներ Հայկ Վարդանյանի եւ Աբրահամ Քեշիշօղլյանի հետ վերջիններիս հարազատներից թմրամիջոցներ ձեռք բերելու, քրեակատարողական հիմնարկ դրանք փոխադրելու եւ դատապարտյալներին իրացնելու շուրջ, ինչից հետո դատապարտյալներ Հայկ Վարդանյանին եւ Աբրահամ Քեշիշօղլյանին հայտնել է իր բջջային հեռախոսահամարը, որպեսզի թմրամիջոց փոխանցող անձինք նախապես զանգահարեն եւ պայմանավորվեն հանդիպման վայրի եւ ժամանակի համար։ Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն 2009 թվականի դեկտեմբերի 13-ին ժամը 19-ի սահմաններում Արթուր Արաքելյանը Երևան քաղաքի Վարդանանց փողոցում հանդիպել է դատապարտյալ Հայկ Վարդանյանի եղբայր Արմեն Վարդանյանին, ով եղբորը փոխանցելու համար Արթուր Արաքելյանին իրացրել է խոշոր չափերով 0.056 գրամ բուպրենորֆին, 0.65 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցներ
ինչպես նաև պրեկուրսոր հանդիսացող 0.6 մլ կաթսախթթվի անհիդրիդ։ Բացի այդ, Արմեն Վարդանյանը նույն նպատակով Արթուր Առաքելյանին թմրամիջոց փոխանցելու համար նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ծատուրյան փողոցի թիվ 34 շենքի բակում եղբոր դատապարտյալ Հայկ Վարդանյանի քրեական պատասխանատվության տարիքի հասած անչափահաս որդուն Հովհաննես Վարդանյանին իրացրել է խոշոր չափերով 0.04 գրամ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց, խաբեությամբ անչափահասին ներգրավելով ծանր հանցանքի կատարմանը, ինչից հետո վերջինս հանդիպել է քրեակատարողական հիմնարկի աշխատակցին եւ նրան փոխանցել վերոհիշյալ թմրամիջոցը։ Նույն օրը Սևան քրեակատարողական հիմնարկի մեկ այլ դատապարտյալ Աբրահամ Քեշիշօղլյանի պատվերով նրա քենու որդին Ֆիլիպ Համզոյանը անհայտ անձից ձեռք է բերել 2.71 գրամ հաստատուն քաշով խոշոր չափերով ափիոն տեսակի թմրամիջոց, ինչպես նաև պրեկուրսոր հանդիսացող 3.8 մգ ծավալով քացախաթթվի անհիդրիդ։ Վարդանանց փողոցում հանդիպել է քրեակատարողական հիմնարկի աշխատակցին եւ տվել հանձնուկը։ Հաջորդ օրը թմրամիջոցները թաքցնելով հավազգեստի գրպանում քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան սովորականի նման գնացել է աշխատանքի։ Թմրամիջոցները Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք փոխադրելու պահին քրեակատարողական վարչության օպերատիվ հետախուզական բաժնի աշխատակիցները նրա գրպանից հայտնաբերել եւ առգրավվել են դրանք։ Նկարագրված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար Արթուր Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ 2.1 3-րդ կետերով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 308-րդ հոդվածի առաջին մասով, Հայկ Վարդանյանին եւ Աբրահամ Քեշիշօղլյանին քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 4-րդ մասով, 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին 2-րդ կետերով, Ֆիլիպ Համզոյանին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 266-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ Արմեն Վարդանյանին քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ 2.1 կետերով եւ 266-րդ հոդվածի 4-րդ մասով։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք, հոդված 266, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը։ Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը պատժվում է ազատազրկմամբ 3-ից 7 տարի ժամկետով։ Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից խոշոր չափերով, ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժը կրելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում, սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից, առանձնապես խոշոր չափերով, պատժվում են ազատազրկմամբ 7-ից 15 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։ Հոդված 308. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։ Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, շահադիտական անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որնեական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, գույքային վնասի դեպքում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի 500 հապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը, պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 200 հապատիկից 300 հապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ կալանքով 2-ից 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 4 տարի ժամկետով։ Առաջադրված մեղադրանքում Արթուր Առաքելյանն իրեն մեղավոր է ճանաչել եւ նախաքննության ընթացքում տվել խոստովանական ցուցմունքներ, իսկ դատաքննության ընթացքում նա նախընտրել է լռել։ Ես աշխատում եմ Սևան քրեակատարողական հիմնարկում որպես առաջատար մասնագետ։ Սոցիալական պայմաններից ելնելով Սևան քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար գումարի դիմաց կատարել եմ նրանց պատվերները։ Դատապարտյալ Հայկ Վարդանյանի եղբայրը Արմենը նախապես պայմանավորվածության համաձայն զանգեց, պայմանավորվեցինք հանդիպել։ Եկավ, ինձ տվեց կապույտ պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ փաթեթավորված էր թմրամիջոցները։ Հետո ասաց, որ դա տամ եղբորը, ինքն էլ կտա իմ 10,000 դրամը։
Թմրամիջոցները վերցրի գնացի տուն։ Չանցած 20 րոպե էլի զանգեցին։ Այս անգամ Հայկ Վարդանյանի որդին էր։ Կրկին հանդիպեցինք նույն վայրում։ Նա հորը փոխանցելու համար տվեց տոպրակի մեջ փաթաթած դեղահաբեր, բայց այդ երկրորդ հանդիպման համար նախապես չէինք պայմանավորվել։ Մի քիչ հետո զանգեց քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Աբրահամ Քեշիշօղլյանը եւ ասաց, որ երեկոյան ժամը 10-ի սահմաններում էլի Վարդանանց փողոցում ինձ կփոխանցեն 60,000 դրամ։ Գնացի պայմանավորված խանութի մոտ, ինձ մոտեցավ Ֆիլիպ Համզոյանը եւ տվեց 38,000 դրամ, որի մեջ կար նաեւ մեկանգամյա օգտագործման ներարկիչ, յուրահատուկ հոտ ունեցող հեղուկով։ Դա փոխանցելու համար եւս պետք է ստանայի 10,000 դրամ։ Դրանք թաքցրեցի բաճկոնից գրպանում։ Հաջորդ օրը քրեակատարողական հիմնարկի վարչության աշխատակիցները խոզարկությամբ հայտնաբերեցին դրանք։ Մյուս ամբաստանյալներն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել։ Մասնավորապես ամբաստանյալ Արմեն Վարդանյանը նշել է, որ եղբորը քրեակատարողական հիմնարկի աշխատակցի միջոցով ուղարկել է միայն բջջային հեռախոս եւ գումար։ Երկրորդ անգամ եղբոր-որդու միջոցով կրկին գումար է փոխանցել, որն էլ դրել է ծխախոտի տուփի մեջ։ Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել նաեւ դատապարտյալ Աբրահամ Քեշիշօղլյանը։ Նա նախաքննական ցուցմունքներում նշել է, որ իրեն ընդամենը պետք է գումար փոխանցեին, իսկ թմրամիջոցների մասին լսել է նախաքննության ընթացքում։ Ֆիլիպ Համզոյանն առաջադրված մեղադրանքում մեղավոր է ճանաչել մասնակիորեն։ Ներցուցմունքներում նշել է, որ մի անծանոթ իրեն է տվել գումարի մեջ փաթաթած հեղուկով լցված ներարկիչ եւ ասել, որ դա փոխանցի իր մորաքրոջ ամուսնուն Աբրահամ Քեշիշօղլյանին։ Վարդանանց փողոցում իրեն է մոտեցել տնային հագուստով մի անձնավորություն եւ ներկայացել որպես Արթուր Արաքելյան, որին փոխանցել է գումարն ու ներարկիչը։ Նաեւ նշել է, թե ինքը հեռախոսով Աբրահամի հետ չի խոսել, սակայն դատաքննական մարմինն արժանահավատ չի համարել Ֆիլիպ Համզոյանի ցուցմունքը, քանի որ հակառակն ապացուցել բջջային հեռախոսի գաղտնալսումներն ու խոսակցությունների վերծանումները։ Արթուր Արաքելյանի անձնական խոզարկության ժամանակ նրա մոտից հայտնաբերվել է 12 հատ օվալաձև դեղահապ, մոտ 0.7 գրամի չափ մուգ շագանակագույն ափիոնանման զանգված, մեկ անգամյա օգտագործման ներարկիչ, լցված թափանցիկ հեղուկով, 38,000 դրամ, Vertu եւ Nokia ֆիրմաների բջջային հեռախոսներ։ Այսպիսով, վերլուծելով եւ գնահատելով նախաքննության եւ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներն իրենց համակցության մեջ, հիմք ընդունելով ամբաստանյալ Արթուր Արաքելյանի խոստովանական ցուցմունքները, փորձագետի եզրակացությունը, գաղտնալսումների վերծանումները, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Արմեն Խաչատրյանի վճռեց։ Ամբաստանյալ Արթուր Արաքելյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով եւ դատապարտել 6 տարի ժամկետով առանց գույքի բռնագրավման եւ տուգանք նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի 100,000 դրամի չափով։ Ամբաստանյալ Հայկ Վարդանյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով եւ դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով, հանրային աշխատանքներ 750 ժամ ժամկետով եւ տուգանք նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի 100,000 դրամի չափով։ Ամբաստանյալ Ֆիլիպ Համզոյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, դատապարտել 2 տարի ժամկետով եւ տուգանք նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի 100,000 դրամի չափով։ Ամբաստանյալ Աբրահամ Քեշիշօղլյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, դատապարտել 3 տարի ժամկետով եւ տուգանք նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի 100,000 դրամի չափով։ Ամբաստանյալ Արմեն Վարդանյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով եւ դատապարտել 9 տարի ժամկետով առանց գույքի բռնագրավման եւ տուգանք նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի 100,000 դրամի չափով։ Առաջին ատյանի դատարանն իր որոշումով վերավորակել է ամբաստանյալ Ֆիլիպ Համզոյանին առաջադրված մեղադրանքը 266-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետը փոխարինել 268-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, որը կատարվել է խոշոր չափերով։ Առաջին ատյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել ամբաստանյալ Արմեն Վարդանյանի շահերի պաշտպանը, դատարանից խնդրելով բեկանել եւ փոփոխել առաջին ատյանի դատավճռը եւ նշանակել նվազագույն համաչափ մեղմ պատիժ։ Առաջին ատյանի դատավճռը բողոքարկել էր նաեւ մեղադրող կողմը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ Աշոտ Նադոյանը, պահանջելով բեկանել առաջին ատյանի դատավճռը Ֆիլիպ Համզոյանի գործողությունների մասով եւ վերավորակել։
Վերաքննիչ դատարանը քննության առնելով ամբաստանյալ Արմեն Վարդանյանի նկատմամբ նշանակված պատժի հարցը, հանգել էր այն հետևության, որ նրա նկատմամբ նշանակվել է համաչափ պատիժ, որը համապատասխանում է նրա կողմից կատարած հանցագործության բնույթին, վտանգավորության աստիճանին։ Վերաքննիչ դատարանը որոշել էր ամբաստանյալ Արմեն Վարդանյանի մասով առաջին ատյանի դատավճիռը թողնել անփոփոխ, իսկ ամբաստանյալ Ֆիլիպ Համզոյանին առաջադրված մեղադրանքը փոփոխել եւ նրա մասով բեկանել առաջին ատյանի դատավճիռը։ Այսպիսով Ֆիլիպ Համզոյանը մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, որը կատարվել է խոշոր չափերով, օժանդակելու եւ 38-266-րդ հոդվածի 4-րդ մասով պատիժ է նշանակվել ազատազրկում 2 տարի ժամկետով եւ տուգանք նվազագույն աշխատավարձի 100 ապատիկի 100,000 դրամի չափով։ Ամբաստանյալ Արմեն Վարդանյանի պաշտպանը վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել էր նաև Վճռաբեկ դատարանում, սակայն դատական ամենաբարձր ատյանի որոշմամբ անփոփոխ է մնացել վերաքննիչ դատարանի վճիռը։ Վճռաբեկ դատարանի որոշումները վերջնական են եւ բողոքարկման ենթակա չեն։ Դատական բոլոր ատյանները քննեցին այս քրեական գործը եւ վիճահարույց շատ հարցեր ստացան իրենց իրավական գնահատականը։ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ, որով ամբաստանյալ Արմեն Վարդանյանի պաշտպանի բողոքը մերժվել եւ դատավճիռը նրա մասում թողնվել է անփոփոխ, Վճռաբեկ բողոք են բերել ամբաստանյալը եւ նրա պաշտպանը խնդրելով փոփոխել եւ բեկանել վերաքննիչ քրեական դատարանի որոշումը եւ քրեական գործի Արմեն Վարդանյանի վերաբերյալ մասը կարճել նրա արարքում անցակազմի բացակայության հիմքով կամ մեղմացնել նրա նկատմամբ նշանակված պատժաչափը։ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քրեական պալատը քննարկելով ամբաստանյալի եւ նրա պաշտպանի Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը եւ վերլուծելով բողոքի փաստարկները եզրահանգել է, որ արկա չէ գործի ելքի վրա ազդած դատական սխալ, ուստի 2011 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ ամբաստանյալ Արմեն Վարդանյանի եւ նրա պաշտպանի Վճռաբեկ բողոքը վերադարձրել է։ Երբեմն հանցավոր արարքների մեջ ներքաշվում են նաև այն անձինք, որոնք քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող իրենց հարազատին անպայման ցանկանում են օգնել, օժանդակել, դիմելով քրեածին արարքների։ Այդ կարճամիտ դրսևորումը հիմնականում ծանր հետևանքներ է ունենում, թե քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող ամբաստանյալի եւ թե նրան ապօրինի կերպով սատարող մերձավորի համար։ Կարծիք կա, որ քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը վերաբերող հանցագործությունների կատարմանը նպաստում է նաև քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված բջջային հեռախոսների առկայությունը պատիժը կրող դատապարտյալների մոտ, որոնք գտնվելով պատժի կրման վայրում բջջային հեռախոսների միջոցով ղեկավարում եւ կազմակերպում են թմրամիջոցների ապօրինի մուտքը քրեակատարողական հիմնարկներ, իսկ թմրանյութերը հայտնաբերելու դեպքում էլ նույն եղանակով խոչընդոտում են քննությանը, ապօրինի ազդեցություն ունենալով վկաների վրա, ուղղորդում են նրանց ցուցմունքները, որը լուրջ դժվարություն է առաջացնում հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքում։ Հանցավոր ոտնձգություններից քաղաքացու իրավունքների լավագույն պաշտպանությունը համագործակցությունն ու վստահությունն է իրավապահ համակարգի հետ։